Լուսների գրկում, երբ արևը արթնանում է մերձ արևադարձային ջերմությամբ եւ երկինքը երեկոները լցնում է աստղալից պատկերներով, ձգվում է Հայաստանի Հանրապետության հարավի սիրտը, Գանձարանը, Մեղրին։ Գիտեք, կային ծաղկուն ժամանակներ, երբ երկաթգծի կայարանը գործում էր, բայց Սովետի փլուզումից հետո փլուզվեց նաև այս ֆանտաստիկ կառույցը ու այն հետագայում ծառայեց ոչ թե երկաթգծի կայարան, այլ հանրային պետքարան։ Նայում ես Սյունազարդ նախասրահին, ակամայից ցանկություն առաջանում բացել դռները եւ ներս գնալ դեպի Տոմսարկը, գնել Տոմս։ Դե ինչ ասեմ, հայացքս պարբերաբար որսում է պատկերներ այս կոտրված ապակիներից, ցավ եմ ապրում, ոչ թե որպես հանրային մարդ, այլ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Լավ, եկեք հասկանանք հետևյալը, երկաթգիծը չի գործում, կայարանը խի պետք է այսքան կտանքների ենթարկվի, շատ ափսոս է, շատ։ Գնացքի, սուլոցին ու մարդկանց խոսակցություններին տարբեր թեմաներով եկել են փոխարինելու այս ավերակները, այս փլատակները, այնքան ժպտացող ու վառ գույների մեջ է եղել է սպասասրահը, տեսեք սյուներից երևում է, ես գտա դրա մարկղը, ու այստեղ նստած է եղել աշխատակիցը կամ աշխատակցուհին, այս փոքրիկ պատուհանից վաճառել են տոմսերը, դե իսկ գոյացած գումարներ տեղավորել են այս սեյֆում։ Մնացած սենյակները կողպած են, այս սենյակը մեզ տանում է դեպի պատշգամբ։ Չգիտեմ, ինձ համար այս արժեքը ու մնայուն արժեք, քանի այն ամբողջապես փուլ չի եկել ու դարձել պատմություն, պետքա փրկել, պետքա ձեռք մեկնել։ Խոսքը գնում է մեր պատմության մասին, մեր ճարտարապետության մասին ու մեր ծաղկուն շրջանի մասին։ Ստացվում է, որ այդ վերացող պատմությունը մենք միշտ հանձնել ենք թղթին, տարիներ առաջ։ Ես չեմ ուզում, որ այս պատմությունը նույնպես հանձնվի թղթին։ Բակային հատվածն է, որտեղ մեզ պետք է ողջուներ Ստեփան Շահումյանի կիսանդրին, բայց բացակայում է։ Հիմնականում երկաթգիծը ծառայում էր բեռների տեղափոխման նպատակով, բայց մարդատար նույնպես եղել է, եթե ես չեմ սխալվում, Երևան Կապան երթուղով։ Հիմա մենք ձեզ կցուցադրենք մի քանի վագոններ, որոնք մնացել են հեռավոր 90-ականներից։ Ես արդեն պատկերացնում եմ այդ սերնդի ներկայացուցիչների հրճվանքը, ուրախությունը, որովհետև ֆենոմենալ գեղեցկությամբ տեսարանների ականատես են եղել։ Նստած երթևեկում ես, իսկ քո ձախակողմյան հատվածում Արաքսն է։ Այ չգիտեմ, մի բանում երջանիկ եմ, որ մեր հեռուստա նախագիծը ինձ և ստեղծագործական կազմին տալիս է հնարավորություն ծանոթանալու այն ամենին, ինչ ժամանակին կյանք է ունեցել։ Այս ամենը եղել է ու այս ամենից օգտվել ենք։ Հիմա այդ հնարավորությունը չկա։ Հուսով եմ, որ կլինի հնարավորություն մեր երեխաներին կամ մեր թոռներին վայելել այս ճանապարհը ոչ թե ոտքով, այլ գնացքով։
Արաքսաշենից մոտավորապես 30-35 կիլոմետր եւ դուք հայտնվում եք Մեղրի տարածաշրջանի լեռնային գյուղերից մեկում, Վանք։ Ես ոնց պտտել եմ հեռուստաալիքները, որքան փորփրել եմ համացանցային պորտալը, այս գյուղի մասին պատմող տեսանյութեր չկան։ Իսպար բացակայում է, բայց այնքան հետաքրքրված էինք այս գյուղով, որ խնդրեցինք եւ մեզ Անդրանիկը բերեց։ Ոնց ասեմ, որ ճիշտ լինի, գյուղ մտնելուն պես հեքիաթը գալիս է քեզ ընդառաջ։ Ճիշտ է, մենք լեռնային հատվածում ենք գտնվում, բայց բուսականությունը այստեղ ուրիշ է։ Այդ Մեղրի տափաստանային վիճակը չկա։ Եղևնիներն ամենուր են, անտառներն ամենուր են եւ բնականաբար ձյունածածկ գագաթները։ Այստեղ տեսարաններն էլ են ուրիշ։ Դուրս ես գալիս պատշգամբ ու վայելում ես չկրկնվող վյուներ։ Ինչից մենք Երևանում եւ Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքներում զրկված ենք, որովհետեւ այդ էլեմենտար հաճույք հաղորդող աչքերիդ տեսարանները չկան։ Այստեղ բնակչությունն էլ է սակավ, երևի որ հաշվես մոտավորապես 2-3 ընտանիք, բայց ամռանը Վանքը դառնում է մարդաշատ։ Հիմնականում զբաղվում են մեղվաբուծությամբ եւ անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ։ Եթե Վանք, ուրեմն անպայման հոգևոր կառույց, ինչը գտնվում է դեմ դիմաց, Վանք գյուղի միակ եկեղեցին է, թվագրվում է 17-րդ դար։ Ինֆորմացիոն ստենդ ունենք, ինչ վերաբերում է ֆասադային ճարտարապետությանը, այս քարերը մեծ, փոքր, ժանիքի տպավորություն են թողնում, ոնց որ երախ լինի։ Միանավ բազելիկ, կամարակապ սրահ, դե ով ինչ ուզում ասի, այս հնությունը աչք շոյող է, այս հնության էներգետիկան ուրիշ է։ Նու հասկանում եմ, որ այն եկեղեցիները, որոնք խոնարհված են, օգնության կարիք ունեն։ Պետք է ռեստավրացնել, պետք է վերանորոգել, բայց երբ վերանորոգում են, այս ուժը կորում է։ Չգիտեմ, միգուցե վերանորոգման այլ ձևեր մշակվի կամ ամրաշինարարական այլ ձևեր մշակվի, որպեսզի այս հնությունը միշտ մնա մեր եկեղեցիներում։ Ինչ վերաբերում է խորանին, բավականին ցածր է, ունենք երկու կողմերից աստիճաններ, այս էլ մեր ավանդախցերը, փոքրիկ, կոմպակտ, օպա։ Ուզում եմ մի փոքր խոսել հայկական եկեղեցաշինությունից։ Հայկական եկեղեցաշինությունը իր պատմությամբ մեզ հայտնի է դեռ հին ժամանակներից ու պարբերաբար իր վերելքներն է ունեցել։ Առանձնացել է իր ճարտարապետական լուծումներով, իր տարերով ու այդ զարգացման կարևորագույն բաղադրիչներից մեկը հոգևորն է։ Ներսիդ այս հույզը, ներսիդ այդ լույսը, ներսիդ այդ հավատը, առանց հավատի մտնել եկեղեցի ձևական որևէ գործողություն անել չի նշանակում, որ դու առանձնացել ես Աստծո հետ, չի նշանակում, որ դու ոտք ես դրել Աստծո տուն։ Այստեղ ինչ քեզ թելադրում է, դու այդ թելադրանքով մտի, հավատով մտի ու համոզված եմ, որ փոխված եկեղեցուց դուրս ես գալու։ Լուսավորվելու է շուրջդ ամեն բան հոգևոր առումով։ Մեր հեռուստա ճամփորդությունը շարունակվում է եւ արդեն 2200 մետր բարձրության վրա ենք գտնվում։ Այստեղ վերջանում է քաղաքակրթությունը, որովհետեւ գյուղում բնակվում է ընդամենը մի ընտանիք, ամուսիններ են, քիչ հետո նրանց հետ էլ կխոսենք, բայց ես ուզում եմ խոսել իմ դիմաց բացվող այս խորությունից եւ 3D պատկերներից։ Շատ հզոր են մեր Սյունյաց լեռները։
Այս գյուղը ունի շատ հին պատմություն։ Մի քանի անգամ բնակիչներին տարհանել են, հետո վերաբնակեցրել են, արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Ներկա պահին այն ծառայում է որպես ամառանոց։ Հարուստ է նաև բուսականությունը։ Սիբեղ, Մանդակ, Շուշան սեզոնին են որ ուզածից չափ։ Հասկացանք, որ գյուղը ունեցել է հսկայական դպրոց, հիմա այդ դպրոցից էլ բան չի մնացել։ Սուրբ Աստվածածին եկեղեցին է, թվագրվում է 17-րդ դար։ Այստեղ գալուց անպայման այցելեք, ի դեպ տուրիստների հոսք նկատվում է։ Գալիս են հիմնականում վայելելու այս ալպյան մարգագետինները, ինչպես նաև լեռնային սառը օդը։ Սերոբ ջան, բարի ողջույն։ Ոնց ես։ Ասա ոնց ես։ Շատ լավ, շատ լավ։ Ես կարծում եմ, որ քո կյանքը դեռ մի քանի տարով կամ մի քանի տասնամյակներով երկար է լինելու, ինչու, որովհետև դու այն երջանիկներից ես, հա, ով ունի հնարավորություն ամեն առավոտ արթնանալու, քիչ առաջ խոսում էի վայելելու այս լեռնային օդը, այս բնությունը, ֆլորան, ֆաունան, դու ինչ կասես։ Ճիշտ եք ասում, սա մի հրաշք տարածք է, շատ հրաշք տարածք է, հենց այս տարածքի համար, այս տեղի համար, այս օդի համար եկել եմ ստեղ եմ ապրում։ Առանց կոմունիկացիայի, առանց, չգիտեմ, քաղաքակրթության, ո՞նց է ստացվում։ Նորմալ է, չեմ դժգոհում, նորմալ է, ամեն ինչ նորմալ է։ Ինձ համար ես ստեղծում եմ, ես վայելում եմ, անասուն եմ, պարամ ստեղծում եմ, տենց էլի։ Գերմանիայից եկան մի 2 տարի առաջ, տենց էլի ման եկան նկարաններ արան, հետո մի քանի ամիս հետո եկան, բա զանգեցին ինձ, բա ուզում են գանք, բայց քեզ պիտի նկարահանեն կինոյի նման։ Ու դառնա գլխավոր հերոս։ Ապրես, ուրեմն ես նկարահանվել եմ այդ կինոն արդեն Գերմանիայում չգիտեմ որ ալիքով ցույց են տվել, այդ թակմանիչ ինձ ասա որ հələ Հայաստանում չի լինելու, կինոյա չգիտեմ վավերագրական է ինչ է, ամեն դեպքում։ Բայց մեղրեցի, ընդ արդեն տեսնող կա, դաժե զանգել է իր մեր տիկնոջ դառնա բարեկամը այդ տղան։ Զանգել է իր պապային, ասել է որ մեր սենց էլի իր Գերմանիայում սենց մեծ էկրանների աստղ եք։ Հա, այլ ոչ մելի պատական, ասենք ձիով, ստեղ զինվորական կյանքից դեպի զինվորական կյանքից, հա, սենց։ Սերո բարի հասկանանք այն վերևի գագաթը այցելողներ եղել են թե չէ եւ հա, Բագացար։ Ահա, Բագացար, անցած տարի էլի մի մեծ տուրիստական խումբ եկավ։ Ուրեմն դուրս եմ գալիս ներքևից, մութ է։ Տեսնում եմ այնտեղ լույս է վառում, մեկը վառում է հանքում, մեկը վառում, արա զարմանում եմ ասում, լետա շտալեր կա, ինչ է, ով գալիս եմ տիկնոջ գյուղում, մարդ չկա, տիկնոջս կանչում եմ, ասում եմ նայ, բաման, ասում եմ, հնարավոր չի, բաման, հետո բանից պատմել արդեն որ գարունը բացվավ, Ղափանից եկան, այդ տուրիստական 2 հոգի իմ համար գիտեն իրաք, բան եկան մեր տուն էլի տենց նստան մեզ այդ բան, մեկ էլ ասում է այդ Բագացարը մեկ միշտ բարձրանում եք Ղափանյանից, պատմում եմ ես նույն պատմությունը, ասում եմ մեկ եք եղել, ձմեռով փորձ ոնց կարանք էլի բարձրանալ, հա գալիս են, շատ են գալիս։ Արի Սերոբ ջան, ծանոթանանք քո նեղ անձնականին, եթե դեմ ես կարանք չմտնենք տուն, բայց եթե կա ցանկություն կարանք ցույց տանք մեր հեռուստադիտողներին ինչ պայմաններում ես ապրում։ Խնդրում։ Գնանք։ Հո, գնանք։ Համեցեք, ցեխերը, չէ, ոչինչ, արի, սովորեմ է, սովոր։ Բաթոյի ջուրը մշտական։ Մշտական, պարտադիր գալիս սանքն էլ անվճար։ Հաշվից չունեք։ Ոչ։ Երջանիկ մարդ։ Այդ մի բանով գոհենք։ Որտեղ որ չպետք է մտնենք, դուք մեզ կասեք, հա։ Խնդիր չունեք։ Այս ինչ սենյակը։ Սա հենց խոդ էլի։ Խոհանոց։ Խոհանոցանման բան, ինչ որ մի բան։ Ստեղ պատվալնա, կուզեք, եկեք նայեք։ Ստեղ մուրաբանին է վերջացել ամեն։ Այ ես խոսում էի բոխի մասին, ասում էի որ լեռնային այս բուժիչ խոտաբույսերը, տեսեք, վարդովին պահածոյացրել է։ Ստեղ շատ կա, վաճառել եմ ճիշտ ասած։ Այս արդեն հյուրասենյակ։ Այո, նջասենյակ, հյուրասենյակ, ամեն ինչ։ Դե նեղ պայմաններում։ Վարդոյի, բայց դուք եք չէ ընտրել։ Հա, ես սիրել եմ, չէ, ես սիրել եմ այս գյուղը, մեծ սիրով 10 տարի է հենց ստեղ մնում ենք։ 10 տարի։ 10 տարի։ Մի ամբողջ ամառ ձմեռ։ Ինա նկարները կպցրած պապիկի անկյունում։ Շաբաթվա 2-3 օրը պարտադիր հարսներով, տղեկով, թորնիկներով
հյուրեն գալիս մեզ հլածնձյան օրերը չեմ ասում։ Ես ուրախ եմ, որ դուք մեր հայկական հողին կարճած չանչերով, ձեռքերով մնում եք այստեղ, անկախ ամեն ինչից, ամբողջ գյուղում մի ընտանիք ապրի այդ հերոսությունը։ Շնորհակալություն ձեզ։ Միշտ համեցեք։ Կգանք, նորից կգանք անպայման։ Ամպերից գյուղ, կալեր գյուղը։ Ինչ վերաբերում է հետ տպավորություններին, ասեմ, որ ֆանտաստիկ գյուղ է, կալերը։ Մնում է միայն մարդիկ օրինակ վերցնեն ու իրենց ընտանիքներով գան այստեղ։ Դպրոցն էլ կվերակառուցվի, եկեղեցին էլ կգործի, մանավանդ որ այստեղ ապրելը, ինչպես նշեց Սերոփը, բավականին հեշտ է։ Հաշվի առնելով ռելիեֆը, աշխարհագրական դիրքը, ջերմությունը։ Հուսով եմ, որ հավանեցիք գյուղը եւ այցեր այստեղ շուտ-շուտ կլինեն ու համոզված եմ, որ մեր մյուս այցի ժամանակ գյուղում կլինեն արդեն մի քանի ընտանիքներ։ Հիմա շարժվենք Մեղրի, հասկանանք որտեղ ենք մնալու։ Վերջին շրջանում Մեղրիում ավելացել են եւ հյուրանոցները, եւ հյուրատները, եւ մեր ընտրությունը այս անգամ կանգ առավ ցենտրալ հյուրանոցի վրա։ Ես ձեզ ասեմ, այս պատշգամբներից դուր են գալիս, մանավանդ այս օվալը, այս ձեզ համար կատակ բան չի, այս դարբն ու ձեռքի աշխատանքը։ Ուշադրություն կդարձնեք նաեւ բազրիկներին։ Արսինե, բարի ողջույն։ Ոնց եք։ Շնորհակալ եմ, լավ։ Մենք ձեզ մոտ նախապես սենյակներ ենք ամրագրել։ Այո, տեղյակ եմ, հիմա ես ձեզ կուղեկցեմ ձեր սենյակ։ Երկրորդ հարկ։ Այո։ Քանի որ առաջի անգամ եք մեզ մոտ, մեր տնօրինության կողմից ձեզ տրամադրել ենք լյուքս համար, ձեզ բարի ժամանց մեր ցենտրալ հյուրանոցում։ Շնորհակալ եմ շատ, Վարսինե ջան։ Լյուքս։ Առաջինը գիտեք ինչ ուշադրությունս գրավեց, ուրեմն պաշտոնատար անձի նկատմամբ տուգանքը 150,000-ից 200,000 դրամ, եթե ծխի սենյակում, ֆիզիկական անձի նկատմամբ 50,000 դրամ, իսկ հեռուստատեսության անձի նկատմամբ ես կօգտվեմ պատշգամբից։ Խոսենք իմ լյուքսի առանձնահատկություններից, ըստ ամենայնի այդ օվալն է, ամենուր, պատի տեսքով, մահճակալի տեսքով, կահույքային դետալների տեսքով։ Ոնց ուզում եք թերթեք մեր հաղորդումների էպիզոդները, նման մահճակալ ոչ մի հյուրանոցում մենք դեռ չենք հանդիպել։ Տեսնես, հարմար է, լսի շատ լավ է, դզեց, սրբիչներ, ունենք դեմքի և մարմնի խալատները, երկուսն են կրկին ամփոփված սենյակի տոներով, այստեղ ունենք փափուկ կահույք, լրագրած սեղան, այստեղ առնվազն 2 հոգի կտեղավորվի։ Ու եթե բազմա մարդ եք, պլազմա ունենք, սառնարանը առատ է, բայց գովազդա չենք ցուցադրի։ Երբ կդառնաք մեր հաղորդման գործընկեր, այդ ժամանակ ուզածից չափ Մեղրին առանձնանում է իր կլիմայով, այստեղ շատ շոկ է, դրա համար օթորագիչը անհրաժեշտություն է։ Պատշգամբ, օպա, Մեղրի իմ հոգում ու իմ սրտում, այստեղ, այս անկյունում, նախ կարոտել էի, երկրորդ ավանդույթները, որոնք պահպանելը մեղրեցին,
ինձ դուր է գալիս։ Օրինակ, մեծ քաղաքներում այդ հյուրասիրությունը չկա, այդ լսող աչքերը չկան, շնորհակալ լինելու տեսակները քիչ-քիչ վերանում են։ Իսկ այստեղ չէ, այստեղ ուրիշ է, լրիվ ուրիշ։ Մոռացանք գլխավորի մասին։ Սանհանգույց Ժերմեն առաջարկում եմ խաղադրույք անել, քանի որ դու էլ ես էլ ծանոթ չենք սանհանգույցին, VIP սենյակ ենթադրում եմ, որ այնտեղ ինչ-որ տենց բան պետք է լինի։ Լոգախցիկ թե ջակուզի։ Լոգախցիկ։ Ջակուզի։ Հիմա տեսնենք։ Ես հաղթեցի։ Ջակուզի։ Ինչ վերաբերում է քառակուսիներին տարածքի, նո փոքր է, մեղքս ինչ թաքցնեմ, բայց այս մի քանի քառակուսիում տեղավորել են ջակուզի, պատուհան, լվացարան եւ զուգարանակոնք։ Երևի։ Ոյ, մեր լեզուն ճկուն ու բարբարոս։ Նշեմ, որ սանտեխնիկան աչքի են կնում առաջին թարմության։ Ու երևում է, որ նոր է վերանորոգված։ Մեկ էլ գիտեք ինչից եմ ուզում խոսել։ Լուսավորությունից։ Եթե ուշադրություն դարձնեք առաստաղին, ջահ չկա, ամենուր բրաներ են, կնշանակի հանգիստ լույս է ապահովված։ Գնանք բացահայտումների։ Տուգանք։ Մեղրին բացահայտելու անհակ ցանկությունը մեզ բերեց Շվանի ձոր։ Այստեղ մենք նկարահանումներ արել ենք սրանից մոտավորապես 2-3 տարի առաջ, բայց անտեսել ենք մշակույթի տունը, ինչը 60-ականների կառույց է։ Խի եկանք նկարահանելու ու ձեզ ցուցադրելու, որովհետև համացանցային տիրույթում պարբերաբար հայտնվում են լուսանկարներ, որոնք նկարում են տարբեր երկրներից Հայաստանի Հանրապետություն եկած տուրիստները։ Այ հիմա դուք կտեսնեք գերհզոր ճարտարապետություն։ Իհարկե մարզահամերգային համալիր չէ, բայց դե այն ժամանակների համար զիլ շինություն է։ Երբ հարցրեցինք գյուղապետին ինչ որ բան ռեստավրացրել եք, ասաց չէ, ընդհանրապես ներկել ենք բեմահարթակի հատակը և ավելացրել ենք էկրան կինոդիտումների համար։ Այստեղից արդեն պատկերը փոխվում է, յուրաքանչյուր դետալ երևում է, օվալը, բեմահարթակի ու նստատեղերը և առաստաղը, ջահերը հզոր են։ Վերջին անգամ այս բեմահարթակում ելույթ է ունեցել դաշնակահար Տիգրան Համասյանը։ Ես շատ կուզեմ, որ մեր հայկական էստրադայի արտիստները պարբերաբար լինեն Մեղրիում, գոնե տարին 2 անգամ, 3 անգամ կազմակերպեն միջոցառումներ գյուղացիների համար։ Կարոտ են մնացել, հասկանում եք այդ միջոցառումներին։ Մոռացա գլխավորի մասին։ Եթե կազմակերպվում էին այստեղ կինոդիտումներ, ուրեմն սարքավորումներն էլ պետք է որ մնացած լինեն։ Ահա եւ մշակույթի տան հարստությունը 60-ականներից մնացել է։ Վստահ կարող եմ ասել, որ Շվանի ձորը Հայաստանի Հանրապետության միակ գյուղն է, ով պահպանում է այս հնությունը մինչ օրս։ Հələ բաբինաները նայեք, տեսա սկավառակների համար նախատեսված։ Իմ սերնդակիցները շատ լավ կհիշեն, երբ
մեծ էկրան բարձրանում էին հնդկական ֆիլմեր, դահլիճները լեփլեցուն էին լինում ու մեզ միշտ հետաքրքիր էր։ Ծնողներին, մամային կամ պապային ասում էին, «Բա ոնց է լինում, որ այդ մարդիկ հայտնվում են այս մեծ էկրանին»։ Так, դեպի բեմ երկու մուտք ունենք, այն ժամանակների վարագույրներն են։ Հուսով եմ, որ մեր հեռուստածրագիրը խոսքով, հույզերով, կադրերով ասելիքը տեղ կհասցնի և կյանքը սահմանապահ գյուղերում կգունավորվի։ Թե չէ պատկերացրեք մեր թիմի Երևանից այստեղ հասնելը, ընտանիք տուն տեղ թողնելը, մի քանի օր այստեղ չարչարվելը իզուր կլինի։ Իսկ ես դա չեմ ուզում։ Բարի լույս Մեղրի, Հայաստանի Հանրապետության ամենահարավային անկյունը, որտեղ պատմությունը և գեղեցկությունը միահյուսվում են եզակի գեղեցկությամբ։ Այ սիրեցին ձեզ իր սիրուն խոսքեր էին։ Իմ նախաճաշի բոքսն է, ձեր վճարած սենյակի գումարի մեջ չի մտնում նախաճաշ, հավելյալ գումարի դիմաց կարող եք ունենալ։ Նրբերշիկ բանջարեղեն, ձու, կարակ, պանիր ու ջեմ կամ մեղր։ Ափսեը չլինելու դեպքում հանգիստ կարող եք օգտվել պապիրուսի ծառայություններից։ Արև անձեռոցիկներն են, գունաշատ, մեղրի գույներն են լրիվ տեսեք։ Եռաշերտ փափուկ անձեռոցիկներ, որոնք ալերգիա չեն առաջացնում, այնպես որ ի գործ վաղուց ձու չէի կճպել։ Ես աղը սովորաբար կոմպենսացնում եմ պաներով, հիմա էլ նույն տարբերակը, որ ասում եմ բարի լույս ու բարի առավոտ, մեր ճամփորդական պլաններում մեղրից ագարակ, իսկ այնտեղից արդեն կասեմ։ Սիրելի հեռուստադիտող, այլևս սկսված է մեր երկրորդ ճանապարհորդական օրը ու եկանք Կարճևան։ Ինչ վերաբերում է ծագումնաբանությանը, կան շատ տարբերակներ, բայց մի տարբերակ ինձ ավելի հոգեհարազատ թվաց Կիրճերում տեղակայված Ավան։ 6 գյուղ է եղել, 3-ը հայտնաբերվել են, որպես բնակատեղի, այն 3-ի մասին ինֆորմացիա չկա։ Սուրբ Աստվածածին եկեղեցի թվագրվում է 17-րդ դար, բայց պատմական հիշատակություններում 12-րդ դարի եկեղեցի է։ Մտածում եմ, որ հետո Սրբավայրի վրա վերակառուցվել է այս մեծ եկեղեցին 17-րդ դարում։ Կարճևանը հարուստ է պատմությամբ։ Դա է վկայում Մատենադարանի շենքում պահպանված Հայաստանի Հանրապետության քարտեզներից մեկը, որտեղ հիշատակվում է միայն Մեղրի և Կարճևանի մասին։ Այստեղից արդեն ենթադրեք, հասկանալի է, պահքի շրջան է, դրա համար վարակույրով փակել են խորանը։ Գործող եկեղեցի է, այստեղ բարբերաբար ծիսակարգեր անցկացվում են,
վերջինը ամանորին է եղել, նոր ներքի արարողություն է եղել։ Խորանի ձախակողմյան եւ աջակողմյան հատվածներում ունենք որմնանկարներ, պահպանված 12 կամ 17-րդ դարերից։ Այս կամարակապ սյան պատին կարող եք տեսնել զարդապատկերներ, հիմնականում երևի սիմվոլիկա է։ Այդ գործում չկամ ու ոչինչ չեմ կարող ասել, ընդհանրապես ենթադրություններ, զորավոր եկեղեցի է։ Ձեր կարճևան ճանապարհորդության ընթացքում անպայման ներառեք։ Ճիշտ է, իմ երկրորդ այցն է Մեղրի, բայց ես քիչ-քիչ սկսում եմ սիրել Մեղրի հեքիաթը, լեռնաշղթաների գաղտնիքները, մարդկանց ջերմությունը, հողի բերիությունը։ Մեղրի ես սիրահարված եմ քեզ։ Զբոսնում ենք Կարճևանում, գյուղապետի հետ զրուցեցինք, իդեպ երիտասարդ տղա է, Գարիկին շնորհակալություն այս գեղեցիկ ու անմոռանալի էքսկուրսիայի համար։ Բացի այն, որ Կարճևանը ունի հինավուրց պատմություն, աշխարհագրական դիրքը շատ գեղեցիկ է։ Լեռնաշղթայի գրկում այս քարքարոտ լանդշաֆտը իր առանձնակի հետաքրքրությունն ու գոթիկան է հաղորդում։ Հպարտ քերծեր։ Այդ հպարտ բառը գյուղին սազում է։ Ինչու՞, որովհետև Նժդեհի ընկերներից մեկը աղայանների տոհմից բնակվել է հենց այս տանը, ինչը ունի 200 եւ ավել տարվա պատմություն։ Այլ կերպ տունը կոչել են նաև Նժդեհի շտաբ, Նժդեհի հանգրվանի կացարան, որովհետև սիրել է իր ընկերոջ հետ այստեղ հանդիպել ու հանգստանալ Սյունիք այցելության ժամանակ։ Ես համոզված եմ, որ դռնից այն կողմ ավերակներ են, փլատակներ են, բայց համոզված եմ նաև, որ դռնից այն կողմ ինձ հետ գրկախառնվելու է պատմություն, առատ, լիքը, լցված հայրենասիրական ոգով։ Այդ հայրենասիրությունը ամփոփված է ոչ միայն Նժդեհի կերպարի մեջ, այլ նաև նրա նման շատ հայրենանվերների։ Նախապես թույլտվություն ունենք, այստեղ այցելության ժամանակ դուք նույնպես ունեցեք այդ թույլտվությունը։ Այս տան նկուղային հատվածն է, ուի առաստաղին սիրուն է, շատ սիրուն է։ Պատուհաններն են գեղեցիկ, բացվող տեսարաններն են լավը, նույնիսկ այս ճաքերն են գեղեցիկ։ Չգիտեմ, ինձ դուր է գալիս։ Հիմա կասեք, խելք թրցրել է Տիգրանը, որտեղ մի ճաք, քար, հին ճարտարապետություն տեսնում է, գժվում է, հա, գժվում է։ Գժվում է մեր հնությունների համար ու մեր պատմության համար։ Պատշգամբային, փայտային հատված, մեծ պատուհաններ ու նույնչափ մեծ պատասխանատվության զգացում։ 21-րդ դարում ներկառուցվող պահարաններ, զգեստա եւ ոչ միայն արկա են, բայց մենք ձեզ հետ միասին խոսում ենք 200 եւ ավել տարվա մասին։ Խնդրեմ ներկառուցվող պահարաններ։ Շարունակենք մեր էքսկուրսը։ Տան այս անկյունային հատվածը չկա, տանիքը կորացել է, երևի չէ, հաստատ վտանգավոր է այստեղ գտնվելը, բայց մոլուցքը ցուցադրելու աղայանների տունը այնքան մեծ էր, որ գնացինք այս քայլին, բայց այնքան սիրուն տեսարաններ են, այնքան սիրուն, այնքան չկրկնվող, այնքան կախարդիչ ու այնքան հայկական, այնքան մերը։ Հաջորդ տեղանքը, որ պատրաստվում ենք ներկայացնել ձեր ուշադրությանը, ահա այսպիսի անանցանելի արահետներ պետք է հաղթահարեք, որպեսզի տեսնեք այդ բնության հրաշքը, եթե քչքչոցի ձայն կա, ուրեմն խոսքը վերաբերում է ջրին։ Ինչ ենք տեսնելու։ Ամեն անգամ Սյունիք այցելելիս այս մոշուտները ինձ ուղեկցում են։ Փշերն էլ հետը, բեզուարյան այծերի պես, մագլցելով։ Օй, դժվար է, բայց
Կարոտել էի մեր այս արշավները։ Գնացինք, ինչ ենք տեսնելու։ Չգիտեմ դուք ոնց, բայց ես տեսնում եմ արդեն։ Ծոր ջրվեժը, բայց վայ էդ հասնելուն, դժվար անցանելի է, այսինքն գիտեք ոնց, չպատրաստված մարդու համար, վալյա, ես արդեն պատրաստ եմ վայելելու այս գեղարվեստական տեսարանները, թաքնված տեղ, ով կմտածեր, շատ սիրուն է, 2019 թվականին Ռուբեն Վարդանյանը գալիս է Ծոր ջրվեժի մոտ ու ցանկություն է հայտնում բարեկարգել տարածքը։ Գյուղացիները միանգամից ասում են ոչ, որովհետև դառնալու է գին արբուքի վայր, գալու են այստեղ խմեն, իսկ հետո ամբողջ գիշեր արի ու լսի նրանց երգեցիկ ձայները։ Ես չգիտեմ ճակատագրի բերումով ինչ լավություն եմ արել Հայաստանին, որ ինձ արժանացնում է մերտ ականատես լինել նման բիբլիական տեսարանների։ Մտքիս ծայրով չեր անցնի, որ Սյունիքում ու անապատային Մեղրիում կլինի ահա այսպիսի ջրվեժ։ Պլյուս բազալտե երգեհոն, քերծեր, ժայռապատկերներ, այս ճառ շոքին շատ թավշյա եղանակ է։ Զովիկ, հովիկ, ջրային տենց։ Մխտրեցի ինձ, ոչիչ, եթե հանկարծ չզգաք են ինչ որ ես եմ զգացել, առաջարկում եմ անպայման գալ Սյունիք, այցելել Մեղրի, հետո Ագարակ, շարունակել Կարճևան ու գալ դեպի Ծոր ջրվեժ, իսկ ինչու է այդպիսի անվանում ստացել, որովհետև նոսր է հոսքը, հասկանում եք, ծորում է ասենց։ Գիտեք, որ շատ համով տնական հաց են տալիս ու դու գոհ ես սպասարկումից, ուզում ես նորից ու նորից վերադառնալ այդ համովությունները վայելելու ու այդ սպասարկումը վայելելու։ Նման վայր բնականաբար Մեղրիում կա, այդ Արևիկ ռեստորանային կոմպլեքսն է, ով ունի նորություն, իսկ մենք նորություններ սիրում ենք։ Ահա եւ գաստրո դրախտավայրի դարպասները։ Նախորդ այցը Արևիկ գիշերով էր ու մենք չհասցրեցինք ցուցադրել ձեզ տարածքի գեղեցկությունը։ Հիմա սխալը ուղղված է։ Իդեպ այս նոր տաղավարն է, որտեղ դրված են մի քանի սեղաններ, ներսում կարող եք ձեր կորպորատիվ առիթները անցկացնել։ Դե առիթատերերին չխանգարենք, մաղթենք լավ ժամանց։ Ինձ նույնպես մաղթեք լավ ժամանց, որովհետև իմ սեղանը արդեն պատրաստ է։ Այնքան է լինում, որ Երևանից այստեղ գալիս են ու հիշում են Արտուրին, ասում են գնանք Արտուրի մոտ տնական պիլմենի ուտենք, փլավ ուտենք, խորոված ուտենք։ Ես հիմա այդ հիշողներից մեկն եմ, որովհետև նախնական խոսքի ժամանակ էլ ասեցի, որ այստեղ շատ համով հաց են տալիս։ Տեսեք, եթե Մեղրին համեմատում են Արևի հետ, ապա այս մթերքը համարենք Արևի ճառագայթները, որովհետև այստեղի մթերքը անմահական համեղ է։ Սկսենք աղցաններից տեսականին
մեծ է, մենք ընտրել ենք երկուսը։ Լավաշի չիպսեր, ավոկադո, կանաչեղեն, պոմիդորի չիր, լրիվ գարուն է, գարուն։ Ես ամեն ինչից քիչ, որպեսզի ստամոքսս շոկ չափրի։ Թվում է կանաչեղեն, ավոկադո, լավաշի չիպսեր, ինչ պետք է լինի յուրահատուկ։ Այդ յուրօրինակությունը սոուսն է, ինչը դարձրել է այս աղցանը ֆանտաստիկ համեղ։ Քունջուտ, բանջարեղեն եւ իհարկե միս։ Այս գույները ստեղծում են կոմունիկացիա ձեր եւ աղցանի միջև։ Ուսումնաշնա։ Ինչանովա։ Ուզբեկական փլավի մասին լեգենդներ են հյուսվում։ Հիմա հավատալ կամ չհավատալ թողնում ենք ձեր հայացողությանը։ Համենայն դեպս ես լսել եմ ու անպայման պետք է փորձեմ։ Այստեղ են ասել ինչ լավ ասողված չէինք։ Մսային արգանակ է, այդ արգանակի մեջ եփված է փլավը, ավելացրել են նաև սոխառած, բանջարեղեն, գազարի տեսքով եւ միս։ Դուք նա հասկանում եք, չէ՞, ես չեմ սնվում, ես վայելում եմ մեղրին, որովհետև այստեղ մեղրեցիների հոգատարությունն է, հողի բերք ու բարիքն է։ Մի քիչ վատ եմ ինձ զգում, այն առումով, որ ես վայելում եմ, մեր օպերատորն աշխատում է։ Դրա համար առաջարկում եմ անջատել տեսախցիկը ու գալ միանալ այս խրախճանքին։ Այն։ Օրը մտնեց, մենք ցենտրալում ենք։ Հետաքրքիր է տուրիստը ինչով կարող է հագեցնել իր երեկոները հյուրանոցում։ Հավելյալ վճարի դիմաց ժամանցային ծառայություններ։ Մենք նախընտրել ենք բիլիարդ։ Այսօրվա համար այսքանը, սիրելի հեռուստադիտող, բաց չթողնեք հնարավորությունը բաժանորդագրվելու մեր համացանցային պորտալին, Instagram, YouTube, Facebook, գրեք ձեր հաղորդագրությունները ձեզ դուր եկած էպիզոդների ներքո, տպավորություններով կիսվեք։ Կհանդիպենք հաջողություն։ Բայց ես չգիտեմ խաղալ։